Ողջույն սիրելի ընկերներ, խնդրում եմ բացել Պետրոսի երկրորդ նամակը։ Պետրոսի երկրորդ նամակը, առաջին գլուխը։ Նոր կտակարան, Պետրոս Առաքյալի երկրորդ թուղթը, առաջին գլուխ։ Կկարդանք 5-ից 7-րդ համարները։ Հոգևոր աճի սանդուղքը։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ։ Առաքինությունը գիտությամբ, գիտությունը շուշկալությամբ, շուշկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածպաշտությամբ, աստվածպաշտությունը եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը սիրով։ Այս տեքստը մեր քարոզաշարի հիմքն է։ Մենք սկսել ենք ուսումնասիրել հոգևոր աճի սանդուղքը որոշ ժամանակ առաջ, և մենք շարունակենք ուսումնասիրել հաջորդ քայլը այսօր։ Դուք հավանաբար լսել եք սոմալիացի ծովահենների մասին։ Կա մեկ, ով երբեք չի լսել սոմալիացի ծովայնների մասին։ 3-ից 4 տարեկան երեխաները կարող են իջեցնել իրենց ձեռքերը։ Բայց նրանք, ովքեր մեծ են, հավանաբար լսել են, այո։ Ոչ վաղ անցյալում նրանց մասին լուրերը անընդհատ հեռուստացույցով էին հայտնվում, քանի որ դրանք հսկայական վտանգ էին ներկայացնում նավերի համար։ Իսկ գիտեք ինչու այս օրերին մենք գրեթե ոչինչ չենք լսում սոմալիացի ծովայնների մասին։ Բանն այն է, որ 21 երկիր միավորվել է ու ստեղծել դաշինք։ Ավազակները հարձակվում էին առևտրական նավերի վրա, արտաքին շարժիչներով նավակների վրա, և այսպիսով այս փչովի նավակների վրա գտնվող ավազակների վրա սկսեցին հարձակվել 21 երկրների ռազմանավերը։ Բայց սա չէ սոմալիացի ծովայնների դեմ պայքարի հաջողության բացատրությունը։ Պարզվեց, որ ռազմանավերը շատ վատ պիտանի են ափամերձ ծովահենության դեմ պայքարելու համար։ Այն տարում, երբ ռազմանավերը այս կերպ պարեկեցին ջրային ավազանը, որտեղ գործում էին սոմալիացի ծովայնները 2008 թվականին, այն տարում, երբ այդ ռազմանավերը սկսեցին հերթապայել ծովահենների դեմ, առևտրային նավերի վրա հարձակումների թիվը ոչ թե պակասեց, այլ կրկնապատկվեց։ Այսինքն սոմալիացի ծովահենների դեմ պայքարի այս ռազմավարությունը դրսևորել է կատարյալ անհամապատասխանություն և ամբողջական փլուզում է ապրել։ Հաղթանակը ձեռք բերվեց բոլորովին այլ կերպ։ Հաղթանակը ձեռք է բերվել ափին և վճարվել է մեկ ընտանիքի կողմից։ Ալ-Նահյանների ընտանիքը, Աբու Դաբի Էմիրության իշխող դինաստիան։ Լրջորեն ընդունելով տանկերի նավատորմի սպառնալիքը, նավթային շեյխը իրենց թևի տակ վերցրին Սոմալիի մեկ նահանգ, Պոնտլենդ նահանգը, որն ունի մոտ 1,5 միլիոն բնակչություն, և այժմ փաստացիորեն ապրում է որպես անկախ պետություն։ Ժամանակին ծովահենների տարածքների մեծ մասը գտնվում էր այս նահանգի ափերին։ Եվ այսպես նավակներով, թեթև ինքնաթիռներով և ուղղաթիռներով զինված զինվորական ջոկատը 2 տարվա ընթացքում կարողացավ ոչնչացնել սոմալիացի ծովայնների բոլոր ցամաքային բազաները և նրանց ողջ առևտուրը։ Իսկ 2012 թվականի մայիսի 10-ից ծովահեններին հաջողվել է գրավել միայն մեկ նավ, այն էլ մի իրանցի որսագողի նավ, որը ոչ ոք պարզապես չէր ցանկանում պաշտպանել։ Սխալ հակածովահենության ռազմավարությունը հանգեցրեց ձախողման, իսկ ճիշտը հաջողության։ Սա հենց այն է, ինչ տեղի է ունենում մեղքի դեմ պայքարում։ Սխալ ռազմավարությունը հանգեցնում է ձախողման, իսկ մեղքի դեմ պայքարի ճիշտ ռազմավարությունը հանգեցնում է հաջողության։ Որը պետք է լինի մեղքի դեմ պայքարի ճիշտ ռազմավարությունը։ Հիշեցնեմ, որ նախորդ քարոզներում մենք արդեն սկսել ենք ուսումնասիրել հոգևոր աճի սանդուղքը։ Այս սանդուղքի առաջին քայլը առաքինությունն է։ Մենք կարդացինք հատված 5-ում. Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ։ Առաքինությունը, ինչպես բացատրեցինք, արդեն իսկ ճիշտ շարժառիթ է։ Սա բարիք գործելու ցանկություն է։ Սա հոգևոր կյանքում Աստծուն հնազանդվելու ցանկությունը։ Այսպիսով հոգևոր աճի առաջին քայլը ճիշտ շարժառիթներն են։ Այն է Տիրոջը հնազանդվելու ցանկությունը։ Երկրորդ քայլը, որը հիմնվում է դրա վրա, գիտելիքն է։ Խոհեմություն ցուցաբերեք առաքինության մեջ։ Բացատրեցինք, որ խոհեմություն բառի փոխարեն հունարեն գնոսիս բառն է, որը նշանակում է գիտելիք։
Մենք պետք է ճանաչենք Աստծուն եւ իմանանք, թե ինչն է նրան հաճելի եւ ինչը ոչ։ Այս քայլերի մասին մենք արդեն խոսել ենք նախորդ քարոզներում, եւ հիմա մենք հասել ենք երրորդ քայլին։ Նայենք հատված 6-ին, հաջորդ քայլը։ Խոհեմության մեջ, այսինքն ինչպես բացատրեցինք, իմացության մեջ ցույց տվեք ինչ, ժուժկալությունը։ Հենց այս երրորդ քայլի ժուժկալության քայլի մասին է, որ հիմա կխոսենք։ Նախ եկեք պարզենք, թե ինչ է ժուժկալությունը։ Հունարենում, քանի որ նոր կտակարանը բնագրով գրվել է հին հունարենով, ուստի հունարենում այս հասկացությունը արտահայտվում է էնկրատեա բառով։ Դա պետք չէ հիշել, այս տերմինը բաղկացած է երկու մասից։ Կրատեո բայը, որը նշանակում է պահել, եւ այն նախածանցը նշանակում է ներսում։ Ստացվում է, որ այս տերմինի իմաստը ներսում պահելն է, զսպելը։ Այսպիսով ժուժկալությունը ձեր ցանկությունները զսպելու, ձեր ցանկություններին ազատություն չտալու, ձեր ուզածի վրա վերահսկելու, ձեր ներսում եղած ցանկությունների, զգացմունքների, մտքերի եւ այլնի կարողությունն է, որպեսզի կարողանաք այն վերահսկողության տակ պահել։ Զսպվածությունը ինքնակարգապահություն է, ինքնատիրապետում։ Սա ձեր զգացմունքներն ու ներքին ազդակները կառավարելու ունակությունն է, այլ ոչ թե ընդհակառակը վերահսկվելու դրանցով։ Աստվածաշունչը շատ է խոսում ինքդ քեզ զսպելու, ինքդ քեզ կառավարել կարողանալու անհրաժեշտության մասին։ Իսկ այն մարդիկ, ովքեր թերագնահատում են այս կողմը, սրա մասին կխոսենք ավելի ուշ։ Այս քայլի հետ կապված սխալների մասին այդ մարդիկ պարզապես հաշվի չեն առնում աստվածաշնչյան ուսմունքի լրիվությունը եւ բաց են թողնում աստվածաշնչյան ճշմարտության շատ կարևոր բաղադրիչները։ Բայց աստվածաշունչը իրականում շատ է խոսում ինքնատիրապետման անհրաժեշտության եւ ինքներդ ձեզ ձեր զգացմունքները, ցանկություններն ու հույզերը կառավարելու անհրաժեշտության մասին։ Կորինթացիներին ուղղված առաջին նամակում 9-րդ գլխում, Կորինթացիս 9-րդ գլխում 25-ից 27 հատվածներում Պողոս առաքյալը քրիստոնեական կյանքը համեմատում է մարզական մրցումների հետ։ Եվ այնտեղ ասում է կրկին համեմատելով քրիստոնեական աշխատանքը եւ քրիստոնեական կյանքը, համեմատելով մարզական մրցումների մարզիկների հետ, մարզիկների կյանքի հետ, գրում է հետևյալը. բոլոր ասկետները մարզիկներ են։ Այլ կերպ ասած, այստեղ պետք չէ մտածել որոշ ճգնավորների կամ վանականների մասին, որոնց հաճախ ասկետ էին ասում, այո։ Այս բառը բնագրում ուղղակի նշանակում է մարզիկ։ Բոլոր ասկետները, այսինքն մարզիկները, ովքեր մրցում են ամեն ինչում ժուժկալ են լինում։ Արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան։ Երբ մարզիկները հաջողությամբ ավարտում էին տարածությունը, հաղթում էին մրցույթում, ստանում էին դափնու թագ, ստանում էին փչացող թագ։ Այդ մարզիկները այնտեղ էին, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք անապական։ Ուրեմն ես այդպես եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այսինքն չեմ վազում դեպի կոնկրետ նպատակի, այնտեղ, այստեղ։ Բայց ես գիտեմ հստակ ուղղությունը։ Ես գիտեմ, թե ինչ ընթացքով, ինչ ուղղությամբ պետք է վազեմ։ Այդպես եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով։ Այսինքն ուղղակի հարվածներ չեմ անում։ Հին ժամանակներում Հունաստանում հնագույն օլիմպիական խաղերում ամենահայտնի սպորտաձևերից էին մի քանի տեսակ վազքն ու նաև բռնցքամարտը։ Եվ ահա Պողոս առաքյալը օրինակներ է բերում վազքից եւ բռնցքամարտից։ Ասում է, ուրեմն ես այդպես եմ վազում, ոչ թե աննպատակ, այսինքն դեպի անհասկանալի ուղղությամբ չսահմանված նպատակ։ Ոչ, ես գիտեմ, թե ինչ տարածություն է պետք վազել։ Ես գիտեմ, թե որտեղ է վերջնագիծը։ Ես գիտեմ, թե ինչպես պետք է վազեմ։ Ես վազում եմ որոշակի ուղղությամբ։ Այդպես եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով։ Ես պարզապես հարվածներ չեմ անում։ Ես պարզապես չեմ ձևացնում, թե կռվում եմ։ Ոչ, ես այնպես եմ հարվածում, որ դիպչեմ։ Այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում եւ հնազանդեցնում։ Ասում է նա, հատված 27-ում, որպեսզի չլինի, թե ուրիշներին քարոզելով ինքս անպիտան լինեմ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Պողոս առաքյալը, երբ օգտագործում է սպորտի աշխարհի այս օրինակը։ Բոլոր մարզիկները նպատակին հասնելու համար մրցույթում հաղթելու համար ինչ են անում։ Հատված 25։ Բոլոր մարզիկները ինչ են անում։ Ամեն ինչում ժուժկալ են լինում։ Առաջին Կորինթացիներ 9:25։ Բոլոր մարզիկները ամեն ինչում ժուժկալ են լինում։
Այսինքն մարզիկները իրենց նպատակներին հասնելու համար անընդհատ մերժում են իրենց բնական ցանկությունները։ Թե օրինակ նրանք չեն ուզում առավոտյան արտանալ, ուզում են ավելի երկար պարկել, բայց մերժում են իրենց ցանկությունը, վեր են կենում, որպեսզի առավոտյան վազեն։ Ուզում են ուտել յուղոտ, քաղցր բան, բայց պետք է հետևեն իրենց քաշին եւ չգերազանցեն այն, ուստի հրաժարվում են ճարպային, քաղցր եւ տարբեր տեսակի անառողջ սնունդից։ Նրանք չեն ուզում գնալ մարզումների, բայց իրենք իրենց մերժում են հենց այս չկամությունը եւ գնում են, ձեռնպահ են մնում ամեն ինչից։ Նրանք կցանկանային մարզվելու փոխարեն ինչ որտեղ նստել ընկերների հետ, բայց հրաժարվում են ընկերների հետ նստելուց։ Նրանք մերժում են իրենց սեփական ցանկությունները, որպեսզի հասնեն նպատակին, որպեսզի մարզվեն։ Ուզում են գիշերները երեկոյան մի քիչ ինչ որտեղ նստել։ Միգուցե գնալ հին հունական ակումբ, գիշերային ակումբ, չգիտեմ, հին Հունաստանում գիշերային ակումբներ կային թե ոչ։ Նման բան կար։ Ամեն տեսակ պանդոկներ, զվարճանքի հաստատություններ։ Նա պարզապես ուզում է երեկոյան նստել, բայց ինքն իրեն մերժում է այդ ցանկությունը, քանի որ հասկանում է, որ եթե դա անի, ապա իր առօրյան կխաթարվի։ Վաղը առավոտյան նա կհյուծվի, եւ վերջ, մրցույթին նրա պատրաստվելը ամբողջովին կփչացվի։ Եվ այսպես ասկետները, այսինքն մարզիկները, ձեռնպահ են մնում ամեն ինչից, մերժում են իրենց բնական ցանկությունները։ Իսկ ինչ կասեք քրիստոնյայի մասին։ Անապական պսակ ստանալու համար հանուն Աստծո վարձատրության քրիստոնյան պետք է կարողանա ուրանալ իր բնական ցանկությունները, որոնք անօգուտ կլինեն, ինչը կշեղի նրան ճիշտ եւ ճշմարիտ բաներից, որոնց մասին Պողոսը խոսում է 27-րդ հատվածում։ Այլի մարմինը ճնշման եմ ենթարկում եւ հնազանդեցնում։ Ահա թե ինչ է նշանակում ձեռնպահ մնալ։ Այդ մարզիկները, ասում է, ձեռնպահ են մնում ամեն ինչից, այսինքն մերժում են իրենց բոլոր ցանկությունները։ Իսկ ես, ասում է Պողոս առաքյալը, ճիշտ նույնն եմ անում, իմ մարմինը ճնշման եմ ենթարկում եւ հնազանդեցնում։ Այսինքն ձեր ցանկությունները ընտելացնելու ունակությունը, ձեր որոշ բնական հակումներ ստրկացնելու ունակությունը, որոնք պահանջում է մարմինը։ Սա հոգևոր աճի շատ կարևոր մասն է։ Սա ժուժկալությունն է։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4 գլխում 3-ից 5-րդ համարներում։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4 գլխում 3-ից 5-րդ համարներում Պողոսը գրում է. Քանի որ Աստծո կամքը սա է, սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք։ Աստծո կամքն է, որ դուք զերծ մնաք սեռական հարաբերություններում անմաքրությունից, պոռնկությունից, ամեն տեսակի ամուսնական անհավատարմությունից, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը, ինչ է ասում հետո, իմանա կին առնել սրբությամբ ու պատվով, այսինքն իր մարմինը պահպանելու համար։ Մարդու մարմինը անոթ է, որի մեջ պահվում է հոգին, պահվում է սիրտը։ Եվ ձեզնից յուրաքանչյուրը իմանա կին առնել սրբությամբ ու պատվով, ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում։ Տեսեք, թե ինչպես է Պողոս առաքյալը այստեղ մեկնաբանում կամ բացատրում ժուժկալություն տերմինը։ Աստծո կամքը ձեռնպահ մնալն է։ Աստծո կամքը ձեր սրբացումն է, որ դուք ձեռնպահ մնաք պոռնկությունից։ Եվ հետո նա բացատրում է այս տերմինը, թե ինչ է նշանակում զսպված մնալ։ Եվ ձեզանից յուրաքանչյուրը իմանա կին առնել սրբությամբ ու պատվով, այսինքն իմանա իր մարմինը պահել։ Այլ կերպ ասած, ժուժկալությունը ձեր մարմինը կառավարելու կարողություն է։ Ինքներդ ձեզ մերժելու որոշ մեղավոր ցանկությունները, որոնք Աստծուն հաճելի չեն։ Գաղատացիս 5-րդ գլուխ 24-րդ համար։ Գաղատացիս 5:24։ Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Մեր մարմինը ունի կրքեր, այսինքն զգացմունքներ, որոնք մղում են մեզ փնտրելու ինչ-որ հաճույք, զվարճություն, ինչ-որ եսասիրական եւ էգոիստական ցանկություններ։ Մեր մարմինը ունի ցանկասիրություն, այսինքն ուժեղ ցանկություններ։ Իսկ քրիստոնյաների մասին Սուրբ Գիրքը ասում է, որ նրանք, ովքեր Քրիստոսինն են, մարմինը խաչել են իր կրքերով ու ցանկություններով։ Այսինքն սա քրիստոնեության եւ քրիստոնեական ուղու կարևոր հատկանիշ է։ Զերծ մնալու կարողությունը, ցանկությունները կառավարելու կարողությունը, սեփական զգացմունքներին եւ Տիրոջը ոչ հաճելի ներքին մողումներին ազատություն չտալու կարողություն։ Այսպիսով Սուրբ Գիրքը շատ է խոսում ժուժկալության անհրաժեշտության մասին եւ բացատրում է ձեռնպահությունը որպես որոշակի հմտություն։
Սա ձեր մարմինը ընտելացնելու եւ ստրկացնելու հմտությունն է։ Սա ձեր մարմինը պահպանելու եւ ձեր մարմինը խաչելու կարողությունն է։ Ուշադրություն դարձրեք մեր ուսումնասիրած տողերի հաջորդականությանը։ Մենք ուսումնասիրում ենք հոգևոր աճի սանդուղքը։ 2 Պետրոս գլուխ 1, հատվածներ 5-ից 7։ Ցույց տվեք ձեր հավատքի մեջ առաքինություն։ Առաքինության մեջ խոհեմություն։ Խոհեմության մեջ ժուժկալություն։ Ուշադրություն դարձրեք այս քայլերի հաջորդականությանը։ Նախ մենք ինչ պետք է ավելացնենք մեր հավատքին։ Ձգտում դեպի բարություն, առաքինություն։ Այնուհետև մենք պետք է պարզենք, թե ինչից է բաղկացած այս բարիքը եւ առաքինությանը ավելացնենք գիտելիքը։ Սրանից հետո տրամաբանական քայլն այն է, որ եթե մենք ձգտենք դեպի բարին եւ իմանանք, թե որն է բարին, ինչը չարը, ապա բնականաբար զերծ կմնանք չարից։ Դուք տեսնում եք, թե ինչպես է այս քայլերը փոխկապակցված հոգևոր աճի գործընթացում։ Հավատքին, հավատքի հիմքին առաջին աղյուսն ենք դնում, առաքինություն։ Առաքինության վրա աղյուսն ենք դնում, գիտելիք։ Գիտելիքի վրա մյուս աղյուսն ենք դնում, ժուժկալություն։ Եվ ահա թե ինչպես է այն աշխատում։ Նախ մենք ունենք ճշմարիտ հավատք, եւ Տերը մեզ տալիս է կենդանի սիրտ, որը կարող է հնազանդվել նրան։ Այս կենդանի սրտին, այս ճշմարիտ փրկարար հավատքին, մեր փրկությանը մենք առաքինություն ենք ավելացնում։ Մենք ասում ենք. Տեր, ես ուզում եմ հնազանդվել քեզ։ Ինչ էլ ասես, ես դա անելու մտադրություն ունեմ։ Կփորձեմ անել։ Ուզում եմ քեզ ենթարկվել։ Սա առաքինություն է։ Հաջորդը։ Մենք գիտելիք ենք ավելացնում առաքինությանը։ Տեր, իսկ ինչ ես ուզում։ Մենք ուսումնասիրում ենք Սուրբ Գրությունը, որպեսզի տեսնենք, թե ինչն է հաճելի Աստծուն եւ ինչը ոչ։ Եվ եթե մենք արդեն ունենք այս առաջին երկու քայլերը, ես ուզում եմ հնազանդվել Աստծուն։ Գիտեմ, թե ինչն է հաճոյանում Աստծուն, ինչը ոչ։ Ապա բնականաբար հաջորդ քայլը գալիս է ժուժկալությունը։ Մենք ձեռնպահ ենք մնում այն ամենից, ինչը Տերը արգելում է։ Մենք փորձում ենք հեռու մնալ նրանից, ինչի մասին նա զգուշացնում է, որպես մեզ համար վտանգավոր։ Մենք չենք գնում ժայռի եզրին, որպեսզի տեսնենք, թե որքան կարող ենք մոտենալ մեղքին, առանց մեղք գործելու։ Ընդհակառակը, մենք ականջ ենք դնում Աստծո նախազգուշացմանը եւ ձեռնպահ ենք մնում այն ամենից, ինչը կարող է վնասել մեզ, եւ այն, ինչը վտանգավոր է մեր սրտի, Աստծո հետ մեր հարաբերությունների, մեր մերձավորների եւ այլնի համար։ Այսպիսով ձեռնպահության այս քայլը բնականաբար բխում է նախորդ երկու քայլերից։ Եթե մենք իսկապես ուզում ենք հնազանդվել Աստծուն, առաքինությանը, եթե գիտենք, թե ինչն է նրան հաճելի, ինչը չի հաճեցնում, ապա բնականաբար զերծ կմնանք նրանից, ինչը չի հաճեցնում։ Ուստի սիրելի ընկեր, սիրելի եղբայր, սիրելի քույր, իմանալով, թե Աստված ինչ է ուզում քեզնից, արա այն, ինչ նրան հաճելի է, եւ մի արա այն, ինչ նրան հաճելի չէ։ Հակոբոս գլուխ 4, հատված 7։ Արդ հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ Հնազանդվիր Աստծուն, այսինքն ասա. Տեր, ես ուզում եմ անել այն, ինչ քեզ հաճելի է, բայց Աստծուն ենթարկվելուց հետո պետք է դիմադրես սատանային։ Այսինքն զերծ մնաս նրանից, ինչը չի հաճեցնում Աստծուն, եւ սատանայի գայթակղությունը հավերժ չի լինի։ Նա կհեռանա ձեզանից։ Աստված ձեզ ուժ կտա դիմանալու գայթակղությանը, քանի որ Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված թույլ չի տա, որ դուք գայթակղվեք ձեր ուժերից ավելին, բայց գայթակղության հետ միասին կստեղծի նաև փախուստի միջոց, որպեսզի կարողանաք դիմանալ դրան։ Սա Աստծո խոստումն է։ Հետևաբար, եթե հնազանդվես Աստծուն եւ ասես. Տեր, ես ուզում եմ անել այն ամենը, ինչ դու ինձ պատվիրում ես, իսկ հետո դիմադրես սատանային, այսինքն կամքի ջանք գործադրելով ակտիվորեն եւ ջանասիրաբար ձեռնպահ մնաս Աստծուն անհաճո բանից, գայթակղությունը քեզանից կհեռանա, սատանան կփախչի քեզնից։ Ինչ որ մեկը կարող է ասել. լավ, ինչպես կարող ենք դա անել, քանի որ մեղք գործելը շատ հաճելի է։ Սիրելի ընկերներ, մեղքը մաշկի քորի պես է։ Երբևէ զգացել եք մաշկի քորի առաջացում։ Դե երբ ինչ-որ բան քոր է գալիս, երբևէ ինչ-որ տեղ քոր ունեցել եք, կարծում եմ, որ ցանկացած մարդ, ով կենդանի է եւ ունի կենդանի զգացողություններ եւ ռեֆլեքսներ, ինչ-որ պահի զգացել է այս քորը։ Այսպիսով, եթե մարդը տառապում է քորից, նրան թվում է, թե ավելի քաղցր բան չկա, քան քորելը, որտեղ այն քոր է գալիս։ Համաձայն եք։
Իսկ երբ քորում ես, կարծես հաճույք է պատճառում։ Իսկ նրանցից ոմանք կարծում են, որ կյանքում ավելի լավ բան չի կարող լինել։ Կցանկանայի, որ ամբողջ կյանքում ինքս ինձ քորեի, հա։ Երազանք, սա այնքան հաճելի է։ Բայց իրականում, երբ մի քիչ ապրում ենք, հասկանում ենք, որ դա այդպես չէ։ Քոր առաջացնող մաշկը քերծելը վերջնական բավարարվածություն չի բերում։ Շատ ժամանակ չի անցնի, երբ նորից կսկսի քոր առաջանալ։ Ավելին, ժամանակի ընթացքում քերծված տարածքը բացի ամեն ինչից, նաև ինչ կլինի։ Կսկսի ցավել եւ բորբոքվել։ Եվ որքան առաջ ես գնում, այնքան ավելի է վատանում։ Մարդիկ, ովքեր տառապում են մաշկային հիվանդություններից, շատ լավ հասկանում են, թե ինչի մասին եմ խոսում։ Նույնը մեղքի դեպքում է։ Մեղքը նման է քորի։ Թվում է, թե երբ մարդ մեղք է գործում, թվում է, թե դա հաճույք է պատճառում, բայց հետո ինչքան առաջ ես գնում, այնքան ավելի է ցավում։ Այն սկսում է փչացնել ձեր կյանքը։ Մեղքը քոր է, եւ ամենևին էլ մեծագույն հաճույք եւ ոչ մեծագույն երջանկություն է քորել այնտեղ, որտեղ քոր է գալիս։ Քորից ազատվելը շատ ավելի հաճելի է։ Մեղքից բժշկվելը շատ ավելի գոհացուցիչ է։ Ուրեմն, սիրելի ընկեր, ասա ոչ մեղքին։ Մարզեք ձեր կամքը, ինչպես որ մարզում եք ձեր մկանները։ Մենք արդեն տեսանք Պողոս առաքյալի օրինակից, թե ինչպես է նա համեմատում մարզիկի ժուժկալությունը քրիստոնյայի ժուժկալության հետ։ Զերծ մնալ ամեն ինչից, ինքդ քեզ մերժելու կարողություն, ինչը իսկապես վնասակար է, ինչը Աստծուն հաճելի չէ, ինչը սխալ է, բայց սա կամքի ուժ է պահանջում։ Հանգիստ կամքը, որն արագորեն համաձայնում է գայթակղությանը, նույնն է, ինչ կատվածար լինելը։ Նման անձը, ով իրեն քրիստոնյա է անվանում, բայց արագ ենթարկվում է գայթակղությանը, նման է անդամալույծի, ով պառկած է մահճակալի վրա եւ հազիվ է կարողանում շարժել վերջույթները։ Եվ նույնիսկ ձեռքը կամ ոտքը մի քանի անգամ բարձրացնելը մեծ ջանք է պահանջում։ Դրանից կքրտնի, ամեն ինչ կցավի, ու իհարկե հեռու չի գնա։ Նույնն է կամքի դեպքում, որը սովոր չէ կռվել։ Սովորության հարց է։ Երբ մարդու վերջույթը չի աշխատում, նրան նշանակում են վերականգնում, նշանակում են բուժական վարժություններ։ Իսկ ինչ եք կարծում, որն է թերապևտիկ վարժությունների նպատակը, եթե նրա ձեռքը կամ ոտքը չեն շարժվում, որպեսզի շարժենք ձեռքն ու ոտքը։ Կասեք, չէ, բժիշկ, սպասեք, ես չեմ կարող ձեռքս ու ոտքս շարժել։ Դուք կշարժեք ձեր ձեռքն ու ոտքը։ Բժիշկ, շատ է ցավում։ Եկեք դա անենք եւս 10 անգամ։ Եվ գիտեք, արդյունքները չեն ընդունվում։ Քանի որ բժիշկը գիտի, որ եթե չշարժեք, փոփոխություններ չեք ունենա։ Իսկ այն, որ դու ցավ ես ապրում, լավ է, քանի որ հենց սա է մարզում քո նյարդերը, մարզում է մկաններդ եւ մարմնի զարգանալու ազդանշան է տալիս։ Եվ այսպես շատ մարդիկ, ովքեր կատվածահար են եղել, նրանք կարող են ժամանակի ընթացքում զարգացնել իրենց վերջույթները եւ իրենց շարժումը, եւ նրանք սկսում են շարժվել, սկսում են քայլել։ Ճիշտ նույն կերպ քրիստոնյան, ով սովոր չէ մեղքին դիմադրել, ով սովոր չէ ձեռնպահ մնալ, ով սովոր չէ իրեն ինչ որ բանից զերծ պայելու։ Նա նման է անդամալույծի, ով չի կարող դիմանալ նույնիսկ 5 րոպե, առանց խմելու, առանց սրսկվելու, առանց բարկանալու, ինչ որտեղ գնալու եւ որևէ մեկին կոպտելու եւ ինչ որ չարիք գործելու։ Եթե մենք սովոր չենք մերժել ինքներս մեզ եւ կանգնեցնել ինքներս մեզ եւ դիմակայել մեր մարմնի ցանկություններին, ապա մենք նման ենք անդամալույծի, ով իսկապես չի կարող նույնիսկ մի քանի շարժում անել։ Բայց միայն մեկ ելք կա. վարժեցրեք ձեզ զսպվածության մեջ, շարունակեք պարապել եւ ջանքեր գործադրել։ Ուրեմն ոչ ասա մեղքին եւ մարզիր քո կամքը։ Ինչու է սա կարևոր։ Մեր հաջորդ հարցը. ինչու է սա կարևոր։ Ինչու է զսպվածությունը կարևոր։ Ես ձեզ մի քանի պատճառ կբերեմ, թե ինչու է զսպվածությունը չափազանց կարևոր։ Առաջին պատճառն այն է, որ դա Աստծո կամքն է։ Սա Աստծո կամքն է։ Ահա թե ինչ է ուզում Տերը մեզանից։ Մենք արդեն կարդացել ենք առաջին Թեսաղոնիկեցիս 4:3-ից 5 համարները, քանի որ Աստծո կամքը սա է, ձեր սրբությունը, որ դուք հեռու մնաք։ Դա Աստծո կամքն է, որ դուք ինքնատիրապետում դրսևորեք այն ոլորտում, որոնք տհաճ են Աստծուն, այնտեղ, որտեղ ձեր ցանկությունները հանգեցնում են մեղքի, Աստծո պատվիրանները խախտելու։ Դուք պետք է կարողանաք ոչ ասել ինքներդ ձեզ. սա Աստծո կամքն է, ձեր սրբացումը, որ դուք պետք է ինքնատիրապետվեք եւ ձեզանից յուրաքանչյուրն իմանա։ Այսինքն սա այն է, ինչ դուք պետք է սովորեք պահել։
Ձեր մարմինը սրբության եւ պատվի մեջ, այլ ոչ թե կրքի եւ ցանկության մեջ։ Ուրեմն դա առաջին հերթին Աստծո կամքն է։ Երկրորդ, դա կարևոր է, քանի որ ժուժկալությունը Սուրբ Հոգու պտուղն է։ Ժուժկալությունը Սուրբ Հոգու պտուղն է։ Գաղատացիս 5:23-ում ասվում է. Հոգու պտուղը այս է, եւ այն թվարկում է տարբեր հատկություններ, իսկ վերջում ասվում է հեզություն եւ ժուժկալություն։ Զսպվածությունը Սուրբ Հոգու պտուղներից մեկն է։ Եթե մենք իսկապես քրիստոնյաներ ենք, եթե Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ, նա կուժեղացնի ինքներս մեզ կառավարելու մեր կարողությունը։ Այլ կերպ ասած, Սուրբ Հոգին չի գործում մեր կամքից դուրս, կամ հակառակ։ Նա կարող է դա անել, բայց նրա սովորական գործելավոճը այն չէ, որ ինչ-որ բան անելը պարզապես կախարդանքով, առանց մեր կամքի, առանց մեր գիտակցության։ Սուրբ Հոգու բնականon գործելավոճը մեր կամքի միջոցով գործելն է։ Հետևաբար Սուրբ Հոգին, նա պարզապես գիտեք չի հեռացնում բոլոր գայթակղությունները։ Ոչ, նա թույլ է տալիս մեզ գայթակղվել։ Սուրբ Հոգին ի վերջո Հիսուսին տարավ անապատ սատանայի կողմից գայթակղվելու, ով առաջնորդեց Հիսուսին գայթակղվել սատանայի կողմից։ Սուրբ Հոգին։ Նույն կերպ մեր կյանքում Սուրբ Հոգին չի հեռացնում գայթակղությունը։ Շատ հաճախ նա մեզ ուղղակի գայթակղությունների մեջ է տանում։ Նա մեզ դնում է մի տեղ, որտեղ մենք գայթակղվելու ենք։ Նա թույլ է տալիս մեզ, բայց թույլ չի տալիս, որ մեր ուժերից վեր գայթակղվենք։ Հա, այսպիսով նա չի գործում այնպես, որ վերացնի գայթակղությունները, այլ նա գործում է այնպես, որ մեղմացնի մեր կամքը։ Զսպվածությունը Սուրբ Հոգու պտուղն է։ Սուրբ Հոգին աշխատելով մեր սրտերի հետ, մեզ ավելի ու ավելի ընդունակ է դարձնում ինքնատիրապետում ցուցաբերելու մեր կամքի մեջ։ Զսպվածությունը Սուրբ Հոգու պտուղն է։ Երրորդ պատճառը, թե ինչու է դա կարևոր, որովհետև ժուժկալությունը հասուն հավատացյալի հատկանիշ է։ Զսպվածությունը հասուն հավատացյալի հատկանիշն է։ Այսինքն, եթե հավատացյալը հոգևորապես նորմալ աճի, եթե նրա կյանքում հոգևոր գործընթացները ընթանան այնպես, ինչպես պետք է, ապա նա անպայման կգա ժուժկալության։ Եվ չկա հասուն հավատացյալ, ով չունենա ժուժկալություն։ Թուղթ Տիտոսին, գլուխ 1, հատված 8։ Այնտեղ թվարկում է եպիսկոպոսի, այսինքն եկեղեցու տեսուչի, եկեղեցու հովի առանձնահատկությունները։ Եվ այնտեղ ասում է, որ հովիվը, այսինքն այս հոգեպես հասուն մարդը, ով կարող է առաջնորդել մարդկանց, նա պետք է լինի եւ թվարկված են տարբեր հատկանիշներ։ Հատված 8-ում ասվում է ժուժկալ։ Այսինքն ձեռնպահ մնալու կարողությունը, ինքնատիրապետման կարողությունը, հոգեպես հասուն հավատացյալի հատկանիշը։ Եվ այս հարցում մենք պետք է ընդօրինակենք նաև հոգևորապես հասուն հավատացյալներին։ Առակաց 17:27-ում ասվում է. իր խոսքերը զսպողը գիտուն է, եւ երկայնամիտ մարդը խոհեմ է։ Մարդով գիտի ինչպես ապրել ոչ թե իր զգացմունքներով, ոչ թե պարզապես ենթարկվել որոշ զգացմունքների ազդեցությանը, այլով կարողանում է ապրել բանականության հիման վրա։ Իմաստուն մարդը զուսպ է իր խոսքերում։ Սա հոգեպես հասուն մարդ է։ Նա չի ապրում զգացմունքներով։ Նա ապրում է բանականության թելադրանքով, որը լուսավորված է Աստծո ճշմարտությամբ։ Եվ այս մարդը ընդունակ է ժուժկալություն դրսևորել։ Իմաստունը զուսպ է իր խոսքերում։ Դա հոգեպես հասուն հավատացյալի հատկանիշը։ Չորրորդ պատճառը։ Ինքնատիրապետման բացակայությունը բացում է բոլոր տեսակի մեղքերի դուռը։ Ինքնատիրապետման բացակայությունը բացում է բոլոր տեսակի մեղքերի դուռը։ Առակաց գրքում ասում է, որ առանց պարիսպների ավերված քաղաքը այն մարդն է, ով չի տիրապետում իր ոգուն։ Սա հենց նոր հիշեցի, բառացիորեն հենց այս վայրկյանին։ Ես չեմ հիշում այս հատվածի ճշգրիտ հղումը, բայց դուք կարող եք գտնել այն համատեքստում։ Բառացի մեջբերումն այն է, որ առանց պարիսպների քանդված քաղաքը մարդ է, ով չի վերահսկում իր ոգին։ Այսինքն տեսեք, քաղաքները հին ժամանակներում պաշտպանված են եղել պարսպով։ Եվ այս պարիսպը ձևավորում էր մի ամրոց, որը թույլ էր տալիս քաղաքին դիմակայել թշնամիների հարձակումներին։ Բայց եթե պատը քանդվի, ապա այս քաղաքը կարող է հեշտ զոհ դառնալ ցանկացած թշնամու համար, որը կարող է գալ ցանկացած կողմից, չգիտես էլ թշնամին որ կողմից է գալու։ Հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, բոլոր կողմից բաց է, բոլոր հարձակումների, բոլոր թշնամիների համար։ Նույնը վերաբերվում է այն մարդուն, ով չի վերահսկում իր հոգին, այսինքն մարդ, ով չգիտի թե ինչպես զսպվածություն ցուցաբերի։ Բաց թիրախ է սատանայի ցանկացած հարձակումների համար։ Մարդ, ով չգիտի թե ինչպես մերժել ինքն իրեն։ Եթե չգիտի թե ինչպես ասել ոչ ինքն իրեն, ապա սատանան կարող է իրականում նրան բռնել ցանկացած մեղքի մեջ։
Չկա մեղք, որով այս մարդը չկարողանա վարակվել։ Ա Կորինթացիս 7:5-ում Պողոս առաքյալը գրում է. «Միմյանց մի զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ» եւ այլն։ Եվ հետո նա ասում է, որպեսզի ձեր անժուշկալության պատճառով սատանան չփորձի ձեզ։ Ստացվում է, որ սատանան կարողանում է գայթակղել քեզ անզսպությանը ոչ ասելու անկարողության միջոցով։ Եթե մարդ չգիտի, թե ինչպես ոչ ասել ինքն իրեն, հրաժարվել իր ցանկություններից, վերակենտրոնացնել իր մտածողությունը գայթակղությունից այլ բանի վրա, ապա սատանան օգտվում է դրանից։ Սա ցատկահարթակ է սատանայի հարձակման համար։ Սատանան գայթակղում է անզսպությունը։ Եվ վերջապես, եւս 5-րդ պատճառ, թե ինչու է զսպվածությունը կարևոր։ Որովհետև Աստված գտատի աշխարհը անզսպության համար։ Աստված գտատի աշխարհը անզսպության համար։ Գործք առաքելոց 24-25-ում նկարագրվում է, թե ինչպես է Պողոս առաքյալը խոսում հռոմեացի ներկայացուցիչ Ֆելիքսի հետ։ Եվ ահա թե ինչ է նա ասել Գործք առաքելոց 24-25-ում։ Մինչև Պողոսը արդարության, ժուժկալության եւ գալիք դատաստանի մասին էր խոսում, Ֆելիքսը զարհուրելով ասաց. «Դու առայժմ գնա, երբ ժամանակ լինի, քեզ կկանչեմ»։ Երբ Պողոս առաքյալը խոսում էր այս հռոմեացի կառավարիչ Ֆելիքսի հետ, նա խոսում էր նրա հետ, ինչպես կարդում ենք այստեղ, 3 բանի մասին՝ արդարության, ժուժկալության եւ Աստծո դատաստանի, ապագա դատաստանի մասին։ Եվ Ֆելիքսը վախենում էր, քանի որ նա արդարություն չուներ։ Քանի որ նա, ինչպես հռոմեական պատրիկոսը, սովոր չէր ժուժկալության, այլ ընդհակառակը սովոր էր տրվել իր բոլոր ցանկություններին։ Եվ նա գիտեր, ինչպես Պողոս առաքյալն է ասել, որ Աստծո դատաստան է սպասում իրեն դրա համար։ Իսկապես, Աստված դատելու է աշխարհը մեղքից զերծ մնալու ձախողման համար։ Այսպիսով մենք տեսանք մի քանի համոզիչ պատճառներ, թե ինչու է կարևոր զարգացնել մեզ համար ժուժկալությունը։ Եկեք խոսենք այս քայլի հետ կապված մի քանի սխալների մասին։ Ինչ սխալներ են անում մարդիկ։ Կամ ժուժկալությունը անտեսելով, կամ չհասկանալով, թե ինչ է ժուժկալությունը։ Ես կնշեմ 2 նման սխալ, նրանք շատ տարածված են, եւ դրանցից առաջինը ներթափանցում է գրեթե ողջ ժամանակակից քրիստոնեության մեջ։ Ես այս առաջին սխալը անվանեցի այսպես. գաղտնի բաղադրիչ գտնելը։ Գտնել գաղտնի բաղադրիչը։ Հայտնի Հովիվ Մաքարթուրը պատմում է, թե ինչպես է նա մի ժամանակ քարոզել մի խումբ քրիստոնյաների սրբացման համար, ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին։ Մաքարթուրը ըստ երևույթին քարոզում է մի խումբ քրիստոնյաների ինչ-որ եկեղեցում եւ քարոզում է սրբացման համար ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին։ Դե դա ըստ էության նույն բանն է, ինչի մասին մենք հիմա խոսում ենք՝ ժուժկալության անհրաժեշտության մասին։ Քարոզից հետո մի կին մոտեցավ նրան եւ ասաց. «Հովիվ, դուք սխալվում եք։ Դուք սխալվում եք, որովհետեւ Սուրբ Հոգին ասում է, որ այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Մենք պետք է ապրենք հավատքով։ Մենք կարիք չունենք ավելի շատ ջանքեր գործադրելու, այլ պարզապես հանձնենք մեզ Աստծուն եւ թույլ տանք, որ նա անի ամեն ինչ մեր մեջ»։ Եվ իր շատ հայտնի գրքում, որը խորհուրդ է տրվում բազմաթիվ հոգեխնամական դասընթացներում, մեր բավարարությունը Քրիստոսում, Մաքարթուրը մանրամասնում է այս պատմությունը եւ ցույց տալիս այս կնոջ պնդումների սխալ լինելը։ Նա ցույց է տալիս, որ սրբացումը եւ Աստծո գործն է եւ մեր գործը։ Նա դա անվանում է աստվածային համագործակցություն։ Սրբացումը ոչ միայն Աստված է անում, այլ այն, ինչ Աստված է անում, եւ մի բան է, որ մենք պետք է անենք։ Սա այն է, ինչ մեզ կոչ է անում Սուրբ Գիրքը։ Սրբացումը մեր կողմից անհրաժեշտ ջանք է։ Արդարացումը մի բան է, որ անում է միայն Աստված, առանց մեր կողմից որևէ ջանքի։ Այլ կերպ ասած, մենք չենք կարող արժանանալ փրկության եւ ներվել Աստծո դատաստանի ժամանակ մեր արած կամ ձեռք բերած մի բանի արդյունքում։ Արդարացումը մի բան է, որ անում է միայն Աստված։ Սա կախված չէ մարդկային ջանքերից, մարդկային արարքներից եւ որևէ կերպ չի վերագրվում մարդուն։ Արդարացումը 100%-ով միայն շնորհքով է։ Դա ամբողջությամբ եւ 100%-ով Աստծո շնորհն է, բայց սրբացումը աստվածային համագործակցություն է։ Դա Աստված է, որ աշխատում է իր կողմից, եւ մենք անում ենք հնարավորը մեր կողմից։ Նայեք օրինակին այստեղ։ Երբ Աստված փրկում է մարդուն, մարդն այդ պահին հոգեպես մեռած է։ Մարդը ոչինչ չէր կարող անել իրեն փրկելու համար։ Նա ընդունակ չէ, հոգեպես մեռած է։ Նա չի կարող հաճեցնել Աստծուն։ Բայց Աստված փրկելով նրան կենդանի է դարձնում։ Եվ վերակենդանացնելով նրան փոխում է սիրտը։
դարձնում ունակ։ Եվ հետո իր ողջ քրիստոնեական կյանքի ընթացքում մարդ ընդունակ է դառնում ջանքեր գործադրելու։ Իսկ Աստվածաշունչը ասում է, որ նա պետք է ջանքեր գործադրի մեղքի դեմ պայքարելու եւ Աստծուն հաճելի կերպով վարվի։ Երկրորդ Պետրոսի տեքստը, որը մենք ուսումնասիրում ենք, առաջին գլուխը, 5-րդ հատվածում, որը մենք կարդում ենք, եւ մեկ անգամ նախորդ քարոզներից մեկում մանրամասն վերլուծել ենք։ Այնտեղ գրված է. «Եվ այս բանի համար ավելացնելով ինչ, բոլոր ջանքերը։ Ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը շուշկալությամբ»։ Այս ամբողջ գործընթացը պահանջում է բոլոր ջանքերը։ Մենք պետք է ամեն ջանք գործադրենք Աստծուն հնազանդվելու ցանկության համար։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ։ Այսինքն մենք պետք է ջանքեր գործադրենք Աստծուն հնազանդվելու համար, որպեսզի մեր մղումները ճիշտ լինեն։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ։ Այսինքն մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Աստծուն ճանաչելու, նրա կամքը ճանաչելու, նրա խոսքը ուսումնասիրելու համար։ Եվ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք գիտելիքին շուշկալությունը ավելացնելու համար։ Մեր կողմից ջանք է պահանջվում, որպեսզի մենք իսկապես հաջողության հասնենք մեղքի դեմ պայքարում եւ զերծ մնանք մեղքից։ Եբրայեցիս 6-րդ գլուխ, հատվածներ 11-ից 12, եւ փափագում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի հույսը միջև վերջ հաստատ մնա, որպեսզի չծուլանաք, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին նմանվեք։ Տեսեք, Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ չհանգստանալ եւ չգնալ հոսքի հետ, ինչ էլ որ լինի, ակնկալելով, որ Աստված ամեն ինչ կանի մեզ համար։ Ոչ, Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ մեր բոլոր ջանքերով ցուցաբերել առաքինություն, գիտելիք եւ շուշկալություն։ Սուրբ Գիրքը մեզ կոչ է անում նախանձախնդիր լինել այն բանին, ինչը ճիշտ է եւ Աստծուն հաճելի։ Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ չծուլանալ, այսինքն կրկին կամքի ջանք գործադրել, հաղթահարել մեր ծուլությունը ու չկամությունը եւ ընդօրինակել նրանց, ովքեր հավատքով ու համբերությամբ ժառանգում են խոստումը։ Իրականում պահանջվում է համբերություն։ Այսպիսով մարդիկ մեծ սխալ են թույլ տալիս, երբ փնտրում են գաղտնի բաղադրիչը։ Երբ մտածում են լավ, եթե ես հիմա սովորեմ ինչ-որ նրբություն, ինչ-որ հնարք, հիմա կանեմ ինչ-որ բաներ, եւ հետո ինձ համար հեշտ կդառնա։ Ինքնաբերաբար հնարավոր կլինի, որ ես չմեղանչեմ։ Հարգելի ընկերներ, ես պետք է ձեզ հիասթափեցնեմ։ Ոչ մի գաղտնի բաղադրիչ չկա։ Ես շատ հաճախ եմ բախվել մի իրավիճակի, երբ մարդիկ երկար ժամանակ չեն կարողացել ազատվել ինչ-որ մեղքից, քանի որ սպասում էին, որ ազատագրումը ինքնին պետք է գա։ Եվ երբ դա տեղի չէր ունենում, նրանք տարակուսում էին, թե ինչ սխալ եմ արել, ինչ աղոթք չեմ արել, որ սրբի համար մոմ չեմ վառել, ինչ կուռքեր չեմ փորել իմ մեջ։ Մարդիկ հաճախ նույնիսկ ինքնափորությամբ են զբաղվում գաղտնի բաղադրիչը գտնելու, գաղտնի կողպեքի գաղտնի բանալին գտնելու, մեղքը հաղթահարելու համար։ Բայց դա անհնար է, քանի որ իրականում, սիրելի ընկերներ, պատասխանը շատ պարզ է։ Գաղտնի բաղադրիչ չկա։ Ընդհանրապես գաղտնի բաղադրիչ չկա, մեղքի դեմ պայքարը հեշտացնելու միջոց չկա։ Սատանայի ուժերին դիմակայելուց խուսափելու միջոց չկա, հոգևոր պատերազմից խուսափելու միջոց չկա։ Մեղքը հաղթահարելու համար պետք է ինքնատիրապետում դրսևորել։ Այսինքն պետք է ջանք գործադրել, կամքի ուժ գործադրել, ինքդ քեզ ստիպել մերժել քո ցանկությունները, քեզ ոչ ասել, ինքդ քեզ ստիպել անել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ չես ուզում։ Մենք չենք ուզում կարդալ Աստվածաշունչը, եւ այն բացում եւ կարդում ենք ամեն դեպքում։ Մենք կեղծավոր ենք։ Ոչ, մենք կեղծավոր չենք։ Մենք ջանքեր ենք գործադրում անել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ չենք ուզում։ Այսինքն մենք իրականում ցույց ենք տալիս հնազանդություն Աստծուն։ Մենք չենք ուզում գնալ եւ ինչ-որ մեկից ներողություն խնդրել, երբ գիտենք, որ այդ մարդը նեղացած է մեզանից։ Դե իհարկե, եթե ես հիմա գնամ այս մարդու մոտ եւ ներսումս այդպիսի ցանկություն չկա, այսինքն ես պետք է ձևացնեմ, թե պտուղներ կան, ապա ավելի լավ է 6 ամիս նստեմ եւ աշխատեմ իմ ցանկությունների, իմ դրդապատճառների վրա։
Չէ, դա սուտ է, լրիվ սխալ է։ Դա հակաաստվածաշնչային է, հակաքրիստոնեական է։ Դա ոչ մի կապ չունի բուն աստվածաշնչյան ուսմունքի հետ։ Եթե մենք հաղթահարենք ինքներս մեզ եւ գնանք մարդու մոտ, երբ չենք ուզում խոսել նրա հետ եւ չենք ուզում ներողություն խնդրել, բայց առաջինը դա անենք, սա կեղծավորություն չէ, սա ժուժկալություն է։ Սա Աստծուն հնազանդության դրսևորում է։ Սա այն դեպքն է, երբ մենք մեր կամքը ներդաշնակեցնում ենք Աստծո կամքին, նույնիսկ երբ դա մեզ անհարմար է կամ մենք չենք ուզում։ Քանի մարդ է սպասում, որ հնազանդությունը իրենց հարմար կդառնա։ Քանի հոգի փորփրում են իրենց մեջ, փնտրելով գաղտնի բաղադրամասը, ակնկալելով, որ հանկարծ ամեն ինչ կփոխվի։ Եվ նրանք հանկարծ կհայտնվեն ինչ-որ այլ տիեզերքում, եւ հանկարծ ամեն ինչ հեշտ ու պարզ կդառնա։ Ամենից հաճախ դա տեղի չի ունենում, քանի որ դա Աստծո կամքը չէ։ Աստծո կամքը ձեր սրբացումն է, որ դուք ինքնատիրապետում ցուցաբերեք, որ ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես։ Որոշ բառեր բաց եմ թողնում, բայց դրանք բառացի մեջբերումներ են Սուրբ Գրքից, այն համարը, որը մենք այսօր արդեն մի քանի անգամ կարդացել ենք։ Աստծո կամքը ձեր սրբացումն է, որ դուք ինքնատիրապետում ցուցաբերեք, որ ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես։ Սա մի բան է, որ ջանք է պահանջում, եւ այլ ճանապարհ չկա, այնպես որ գաղտնի բաղադրիչ չկա։ Պետք է ջանք գործադրել ու պայքարել մեղքի դեմ։ Երկրորդ սխալը, որը կապված է այս փուլի հետ, նման է առաջինին, բայց գուցե նույնիսկ ավելի կոպիտ, եւ ես դա անվանեցի զուսպ չմնալու ցանկությունը։ Զուսպ մնալու ցանկություն չունենալը։ Սա այն դեպքն է, երբ մենք ուզում ենք աղոթել, բայց չենք ուզում զուսպ մնալ։ Մենք աղոթում ենք, որ Աստված մեզ ազատի մեղքից, բայց մենք չենք ցանկանում ջանքեր գործադրել մեղքից ազատվելու համար։ Մի անգլիացի քահանա, ով ապրել է մի քանի դար առաջ, 17-րդ դարում, Ուիլյամ Գուրնելը։ Նա գրում է աղոթքի եւ մեղքից ազատվելու ցանկության մասին։ Լսեք, շատ խորը հոգեվոր դիտարկումներ է անում։ Ես ձեզ համար մի փոքրիկ մեջբերում կկարդամ։ Ահա թե ինչ է նա գրում։ Տես, զգույշ եղիր, երբ աղոթում ես։ Հետևիցդ մի թող մեղք գործելու իրավունքը։ Համոզված եղիր, որ հրաժարվում ես այն բանից, ինչից որ խնդրում ես Աստծուն ազատել։ Աստված չի հանի քո մեղքը, քանի դեռ ողջունում ես մեղքը։ Հուսահատ հիմարություն է ցանկանալ, որ աստվածների այն, ինչ մտադիր եք շարունակել անել։ Դուք նույնպես կարող եք Աստծուց թույլատվություն խնդրել անպատիժ մեղք գործելու համար, քանի որ Աստված հիանալի խոսում է ձեր սրտի լեզվով, եւ կարիք չունի, որ ձեր շուրթերը ծառայեն որպես ձեր սրտի թարգմանիչ։ Կեղծավորությունը չափազանց բարակ շղարշ է, որպեսզի մթագնի ամենակարողի հայացքը։ Դու կարող ես հանել քո աչքերը, որպեսզի չտեսնես նրան, բայց երբեք չես կարող կուրացնել նրա աչքերը, որպեսզի նա չտեսնի քեզ։ Տեսեք, թե ինչ խորաթափանց դիտարկում է։ Նա գրում է մի իրավիճակի մասին, երբ մարդ Աստծուց ներում է խնդրում որոշ մեղքերի համար, բայց միևնույն ժամանակ իր կամքով վստահ չէ, որ ցանկանում է թողնել այդ մեղքը։ Ընդհակառակը, նա նույնիսկ ինչ-որտեղ թաքուն հույս ունի, որ դեռ որոշ ժամանակ շարունակի դրանք անել, քանի որ այդ մեղքերը նրան շատ են գրավում, հաճույք են պատճառում, նրա սրտի մտածողության կարևոր մասն են։ Եվ այս քահանան ասում է. Հուսահատ հիմարություն է ցանկանալ, որ աստվածների այն, ինչ մտադիր ես շարունակել։ Մենք պետք է վստահ լինենք, որ իսկապես հրաժարվում ենք այն բանից, ինչ խնդրում ենք Աստծուն ներել։ Քանի որ հակառակ դեպքում, եթե ցանկություն չունենք հրաժարվելու դրանից, երես թեքել դրանից, այդ դեպքում մեր աղոթքը դառնում է կեղծավոր։ Եկեք չանենք այս սխալները։ Չփնտրենք գաղտնի բաղադրիչ, որովհետև այն պարզապես գոյություն չունի։ Եվ թույլ չտանք կեղծավորություն, երբ պատրաստ ենք աղոթել, բայց պատրաստ չենք մեղքից երես թեքել։ Պատրաստ ենք աղոթելու, բայց պատրաստ չենք ժուժկալություն դրսևորելու։ Երբ մեզ համար ժուժկալությունը դուրս է մղվում քրիստոնեական կյանքից եւ փոխարինվում է խոստովանությամբ։ Խոստովանությունը շատ կարևոր կետ է, եւ մենք այս մասին կխոսենք հետագայում, բայց խոստովանությունը ձեռնապահությանը փոխարինող չէ եւ չի կարող լինել։ Մենք չենք կարող ասել. «Դե ես ջանք չեմ գործադրի մեղքի դեմ պայքարում, ուղղակի ամեն անգամ կխոստովանեմ այս մեղքը»։ Սա դառնում է կեղծավորություն։
Մենք պետք է եւ ընդունենք մեր մեղքը, եւ իսկապես ցանկանանք ազատվել դրանից Աստծո զորությամբ։ Եվ Տերն իսկապես առաջնորդում է մեզ դեպի դա։ Հիշում եք, մենք ասացինք, որ ժուժկալությունը Սուրբ Հոգու պտուղն է։ Սուրբ Հոգին մեր մեջ առաջացնում է ցանկություններ, մտադրություններ եւ գործեր, ըստ իր հաճոյության։ Դե հիմա ամենավերջին պահը, ամենավերջին հարցը այս քարոզում. ինչպես հասնել ժուժկալության։ Ինչպես հասնել ժուժկալության։ Շատ կարևոր պրակտիկ հարց։ Որովհետև եթե նույնիսկ հասկանում եք, որ ժուժկալությունը կարևոր է, դա Աստծո կամքն է, դա հոգևոր աճի քայլ է։ Բայց հաճախ զգում եք, որ ժուժկալություն դրսևորելու ուժի պակաս ունեք, որտեղ կարող ենք սխալ ռազմավարություն կիրառել, որտեղ ենք ինչ-որ բան բաց թողնում եւ արդյունքում ձախողվում ենք։ Ես ձեզ մի քանի խորհուրդ կտամ, մի քանի գործնական խորհուրդ, թե ինչպես զարգացնել ժուժկալությունը, ինչպես հասնել ձեռնպահության։ Առաջին խորհուրդը՝ սկսել հավատքից։ Սկսեք հավատքից։ Մեր տեքստում, ինչպես նկատեցիք, ամեն ինչը փոխկապակցված է։ Հոգևոր աճի բոլոր տարրերը սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ։ Այս գործընթացը սկսվում է հավատքով։ 5-րդ հատվածը. ցույց տվեք ձեր հավատքը։ Այսինքն ձեռնպահ մնալու քո ջանքերը պետք է հիմնված լինեն հիմնականում քո հավատքի վրա։ Այսպիսով հավատացեք Աստծո խոսքին։ Հավատացեք նրա խոստումներին։ Ինչպես օրինակ այն խոստմանը, որ արդարության ճանապարհը իսկապես կհանգեցնի երջանկության։ Այն խոստմանը, որ մեղքի ճանապարհը կհանգեցնի կործանման։ Մի հավատացեք սատանային։ Երբ նա ասում է, որ մեղքի ճանապարհը քրիստոնեական կյանքի ընդունելի ձև է։ Մի հավատացեք սատանայի խաբեությանը։ Մի հավատացեք սատանային, ով ասում է, որ մեղքի ճանապարհը ձեզ կտանի դեպի երջանկություն։ Ընդհակառակը, այն կբերի կործանման։ Հավատացեք Աստծուն, հավատացեք Տիրոջը, ով ասում է, որ մարդ կհնձի այն, ինչ կցանի։ Մեր եղբայր Ալեքսեը վերջերս հրապարակեց մի հրաշալի մեջբերում Լյուիսից, մեր եկեղեցու զրույցում, ով ասում է, որ մեր բոլոր հոգսերը Քրիստոսին հանձնելը չի նշանակում դադարեցնել գործելը, դադարեցնել փորձելը։ Վստահել նրան նշանակում է փորձել այն ամենը, ինչ նա ասում է։ Բայց փորձել նոր ձևով, առանց որևէ բանի մասին անհանգստանալու։ Դա անել ոչ թե փրկվելու համար, այլ որովհետև նա արդեն սկսել է փրկել քեզ։ Դուք կապրեք եւ կգործեք այլ կերպ, ոչ թե ձեր աշխատանքի համար, որպես վարձատրություն դրախտ հասնելու հույսով, այլ ցանկանալով գործել որոշակի ձևով, քանի որ ձեր մեջ արդեն բացվել է երկնային լույսի թույլ շող։ Լուրջ բարոյական ջանքերն այն են, ինչը ձեզ կտանի ձեր ջանքերի ապարդյունության հստակ ըմբռնմանը։ Եվ նման պահին միայն Քրիստոսի հանդեպ հավատը կարող է փրկել քեզ հուսահատությունից։ Իսկ նրա հանդեպ հավատը իր հերթին անխուսափելիորեն կբերի բարի գործերի։ Այսպիսով սկսեք հավատքից։ Երկրորդ խորհուրդը՝ հնազանդվեք Աստծուն։ Հնազանդվեք Աստծուն։ Մենք այն կարդում ենք մեր տեքստում. ցույց տվեք ձեր հավատքում առաքինությունը։ Ինչպես արդեն բացատրեցինք, սա նշանակում է ձգտել դեպի լավը, ձգտել հնազանդվել Աստծուն։ Այսինքն որոշում կայացրեք հնազանդվել Աստծուն, անկախ նրանից, թե ինչ գնով։ Որոշում կայացրեք հնազանդվել Աստծուն, համաձայնելով կորցնել ինչ-որ բան։ Համաձայնվելով, որ ինչ-որտեղ ձեզ անհարմար կամ ցավոտ կզգաք, կամ ինչ-որտեղ կկորցնեք որոշ շահաբաժին։ Հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային։ Նախքան սատանային դիմակայելը, դուք պետք է ենթարկվեք Աստծուն։ Այսպիսով հնազանդվեք Աստծուն եւ այսպիսով շարժվեք դեպի ժուժկալություն։ Երրորդ խորհուրդը՝ զորացեք Աստվածաշնչի իմացությամբ։ Զորացեք Սուրբ Գրքի իմացությամբ։ Հաջորդիվ կարդում ենք. առաքինության մեջ գիտելիքն է, գիտելիքի մեջ ժուժկալությունը։ Ժուժկալությունը հնարավոր է միայն գիտելիքի մեջ։ Գիտելիքից դուրս իրականում ժուժկալություն գոյություն չունի։ Սաղմոս 119:11 Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Հիշում եք այս հրաշալի հատվածը։ Խորհուրդ եմ տալիս անգիր սովորել, եթե դեռ չեք արել։ Սաղմոս 119:11 Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Մեղք չգործելու, մեղքից զերծ մնալու համար ինչ պետք է անել։ Թաքցրեք Աստծո խոսքը ձեր սրտում։ Այսինքն պետք է կարդալ Աստծո խոսքը։ Մեզ պետք է, որ այն ընկղմի մեր մտածողության ու մեր գիտակցության մեջ, որպեսզի այն սահմանի մեր մտածողության շրջանակը։ Մենք պետք է անընդհատ խորհրդացենք Աստծո խոսքի շուրջ։
Ես թաքցրել եմ քո խոսքը իմ սրտում, որպեսզի չմեղանչեմ քո դեմ։ Ուրեմն զորացեք Սուրբ Գրքի գիտելիքներով, քանի որ միայն գիտելիքի մեջ է հնարավոր ինքնատիրապետումը։ 4-րդ խորհուրդը. աղոթքի մեջ ուժ գտեք։ Աղոթքի մեջ ուժ գտեք։ Աստվածաշնչում 5 կտակարանում կա մի այսպիսի հրաշալի օրինակ, որը մնացած ամեն ինչի մեջ մնացել է մեզ համար որպես օրինակ աղոթքի եւ օրինակ հոգեվոր պայքարի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի։ Պատերազմ եղավ Իսրայելի եւ ամաղեկացիների միջև։ Երկու ժողովուրդ, Իսրայելի եւ Ամաղեկի ժողովուրդը կռվում էին միմյանց հետ։ Եվ Մովսեսը բարձրանում է սարը եւ սկսում աղոթել այս ճակատամարտի ելքի համար։ Եվ երբ Մովսեսը ձեռքերը վեր բարձրացրած աղոթում էր, այդ ժամանակ սկսեց հաղթել Իսրայելը։ Երբ նրա ձեռքերը հոգնում էին, փորձեք ձեր ձեռքերը վեր բարձրացրած պահել։ Իմ ձեռքերս արդեն մի փոքր հոգնեցին, քանի որ բաճկոնը սեղմում է ինձ վերևից։ Երկար պահել չի ստացվում, այո։ Երբ նրա ձեռքերը իջան, Ամաղեկը սկսեց հաղթել։ Եվ հետո հիշում եք, երկու մարդ, Ահարոնն ու Օրը, եկան Մովսեսի մոտ, քար դրեցին նրա տակ, որ կարողանա նստի։ Նա ձեռքերը վեր բարձրացրեց եւ երկու կողմից բռնեցին, որ չցածրացնի։ Այսինքն չդադարի աղոթելը։ Եվ հետո Իսրայելը հաղթեց։ Սա մեզ համար դաս է ծառայում, որ զորություն կա նաև հոգևոր ճակատամարտում։ Ոչ միայն Իսրայելի պատմության այս մեկ ճակատամարտում, այլև ընդհանուր առմամբ դաս է ցույց տալիս, թե ինչպես է գործում աղոթքը։ Աղոթքի միջի ուժը ցանկացած ճակատամարտում հաղթելու ուժը գալիս է աղոթքից։ Մնացեք աղոթքի մեջ։ Թող ձեր ձեռքերը երբեք չընկնեն։ Իսկ երբ ուժ չունես ձեռքդ վերև պահելու եւ աղոթելու համար, կանչիր մարդկանց, ովքեր կօգնեն ձեր ձեռքերը վեր պահել աղոթելիս, ովքեր կողք կողքի կաղոթեն, ովքեր կաջակցեն քեզ, կաղոթեն քեզ հետ, ովքեր կբռնեն քո ձեռքերը։ Ուժ վերցրու աղոթքից, մի անտեսիր համատեղ աղոթքը։ Արդարի ջերմառանդ աղոթքը շատ է օգուտ տալիս, ասում է Սուրբ Գիրքը։ Ամրապնդեք ձեր աղոթքը եւ ամրացրեք ձեր աղոթքը եղբայրների եւ քույրերի օգնությամբ։ Մեր եկեղեցու եւ ցանկացած այլ եղբայրների եւ քույրերի օգնությամբ։ Աղոթքի մեջ ուժ գտիր։ Հաջորդը գալիս է 5-րդ խորհուրդը։ Մտածեք մեղքի հետևանքների մասին։ Մտածեք մեղքի հետևանքների մասին։ Իզուր չէ, որ Աստվածաշունչը շատ հաճախ զգուշացնում է մեզ մեղքի սարսափելի հետևանքների մասին։ Սա մի բան է, որի մասին պետք է մտածել։ Սրան չի կարելի անլուրջ վերաբերվել։ Դե օրինակ Առակաց գրքում 5-րդ գլխում 7-ից 14-րդ հատվածներում նկարագրված են շնության հետևանքները։ Եվ դրանք իզուր չեն նկարագրվում։ Դրանք մանրամասն նկարագրված են, որպեսզի զգուշացնեն երիտասարդ անփորձ մարդուն, որ նա հետ կանգնի, չգնա այս ճանապարհով, քանի որ արդյունքը սարսափելի է լինելու։ Սողոմոնը գրում է. «Եվ հիմա որդիներ, ինձ լսեցեք, եւ իմ բերանի խոսքերից մի հեռացեք», այսինքն պոռնիկից, նրանից հեռու պահիր քո ճանապարհը եւ չմոտենաս նրա տան դռանը, եւ հետո հետևանքները, որպեսզի քո զորությունը ուրիշին չտաս եւ քո տարիները անգութ մարդուն, որպեսզի օտարները չկշտանան քո ունեցվածքով եւ քո տքնության արդյունքը ուրիշի տան մեջ չլինի եւ դու կյանքի վերջում հառաչես, երբ որ կսպառվեն միսդ ու մարմինդ։ Ես ինչպես ատեցի խրատս եւ սիրտս արհամարեց հանդիմանությունը եւ չլսեցի իմ ուսուցիչների ձայնը եւ ականջ դրեցի ինձ դասյարակողին։ Քիչ էր մնում ժողովքի եւ ժողովրդի մեջ ամբողջովին կործանվեի, այսինքն ինձ համարյա քարկոծում էին պաշտոնական հանդիպման ժամանակ, դատավարության ժամանակ։ Տեսեք, թե ինչ դառն է այստեղ, որքան դառն է ափսոսանքը, որքան դառն է մեղքի հետևանքները։ Կասեք, թե ինչու էի ատում հրահանգները։ Քիչ էր մնում մեռնեի, քիչ էր մնում կորչեի, ու տես, թե ինչքան կորցրի։ Սուրբ Գիրքը մեզ կոչ է անում մտածել մեղքի հետևանքների մասին, մտածել այն մասին, թե ինչպես մեղքը կվնասի մեր ընտանիքին, ինչպես մեղքը կվնասի մեր հեղինակությանը, ինչպես մեղքը կվնասի մեր առողջությանը, ինչպես մեղքը կվնասի մեր ներքին ինքնազգացողությանը։ Նա իսկապես կզրկի մեզ երջանկությունից։ Մտածեք մեղքի հետևանքների մասին, թող սա նույնպես կանգնեցնի ձեզ։ 6-րդ խորհուրդը. հիշիր հնազանդության վարձը։ Հիշիր հնազանդության վարձը։ Երկրորդ Պետրոսի մեր տեքստում, երկրորդ Պետրոս 1 գլխի հատված 8-ում ասվում է. որովհետև սրանք ձեր մեջ ունենալով ու առատացնելով դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ։ Եթե մենք հոգևորապես աճենք, այդ թվում ժուժկալություն դրսևորենք, մերժենք մեզ Աստծուն ոչ հաճելի որոշ մեղավոր ցանկությունները, դա լավ արդյունքի կբերի։
Տերը կօրհնի մեզ։ Մենք առանց հաջողության եւ պտուղի չենք մնա։ 7-րդ խորհուրդ. Խոստովանեք ձեր մեղքերը։ Խոստովանեք ձեր մեղքերը։ Ինչպես արդեն ասացինք, խոստովանեք դա ոչ թե որպես ժուժկալության փոխարենող, այլ որպես ձեռնպահ մնալու օգնություն։ Հակոբոս գլուխ 5, հատված 16։ Միմյանց խոստովանեք ձեր մեղքերը եւ միմյանց համար աղոթեք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ խոստովանել մեր մեղքերը միմյանց։ Սա աստվածաշնչյան լավ եւ ճիշտ ճանապարհ է։ Ինչու՞։ Որովհետեւ մեղքը խավար է սիրում։ Երբ մենք մեղք ենք խոստովանում, երբ այն ջրի երես ենք անում, դա բուժման առաջին քայլն է։ Բժշկության մեջ այսպիսի արտահայտություն կա։ Հին հռոմեացիներից է այն մնացել. Ubipus ibi incisio։ Բժշկական համալսարանում մենք առաջին կուրսից ուսումնասիրում էինք լատիներեն բառերը։ Սա նշանակում է որտեղ թարախ կա, այնտեղ կտրված կա, կամ ինչպես ռուսներն են ասում, որտեղ թարախ կա, այնտեղ ծածկոց, որովհետև եթե թողնես այնտեղ, թողնես փչանա, այն կհանգեցնի գանգրենայի, կբերի մահվան։ Ուստի սկզբունքն այն է, որ եթե թարախակույտ կա, անհրաժեշտ է այն բացել։ Նույն կերպ մեղքի դեպքում, եթե մեղքը թողնես ներսում, եթե թողնես այն թաքնված, ապա այն քեզ կկործանի, կսպանի։ Որտեղ թարախ կա, այնտեղ ծածկոց։ Բացեք, կտրեք, բացահայտեք, ջրի երես հանեք։ Թող սկսվի բուժման գործընթացը։ Խոստովանեք ձեր մեղքը։ Ընդունեք ձեր սխալները եւ աղոթեք միմյանց համար։ Հաջորդ 8-րդ խորհուրդը. ոգեշնչվեք Աստծո ծառաների օրինակներով։ Ոգեշնչվեք Աստծո ծառաների օրինակներով։ Պողոսը գրում է Փիլիպեցիս 3:17-ում. Ինձ նմանվեք եղբայրներ եւ նայեք նրանց, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։ Երբ մենք դժվարանում ենք պայքարել մեղքի դեմ, երբ դժվարանում ենք զերծ մնալ մեղքից, զերծ մնալ մեր որոշ ցանկություններից, որքան հաճախ է դա մեզ օգնում, երբ նայում ենք մյուս քրիստոնյաների լավ օրինակին։ Երբ մենք օրինակ նայում ենք Պողոս առաքյալին, կարդում նրա մասին Գործք առաքելոցում կամ նրա նամակներում, կարդում ենք ինքնակենսագրական տեղեկություններ, տեսնում ենք, թե որքան դժվար էր նրա համար պայքարել մեղքի դեմ, ինչ մեծ գայթակղություններ ու փորձություններ է նա հանդիպել, բայց ինչպես է նա տարել դրանք։ Եվ նա ասում է. ինձ նմանվեք եղբայրներ եւ նայեք նրանց, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։ Ուստի սիրելի ընկերներ, ձեզ լավ խորհուրդ եմ տալիս. կարդացեք կենսագրություններ, կարդացեք լավ քրիստոնյաների կենսագրությունները, ովքեր արդեն ապրել են իրենց կյանքը եւ ովքեր նկարագրում են, թե որքան դժվար է եղել իրենց համար, հաճախ նկարագրելով գայթակղությունների դեմ իրենց պայքարը, եւ դրանում դուք նույնպես ուժ ու աջակցություն կքաշեք, որպեսզի դուք էլ նրանց նման պայքարեք գայթակղության դեմ։ Ոգեշնչվեք Աստծո ծառաների օրինակներով։ Դե եւ վերջապես վերջին 9-րդ խորհուրդը. եղեք բաց եւ հաշվետու հավատացյալների համայնքում։ Եղեք բաց եւ հաշվետու հավատացյալների համայնքում։ Գերմանացի հովիվ հայտնի Բանհոֆերն իր ապրել միասին գրքում հրաշալի խոսքեր է գրում համայնքային կյանքի եւ հավատացյալների կյանքում հաշվետվողականության եւ բաց լինելու դերի մասին, մեղքից բուժվելու գործում։ Ահա թե ինչ է նա գրում։ Ես ձեզ համար կարճ մեջբերում կկարդամ։ Շատ խորաթափանց դիտարկում է։ Նա ասում է. մեղքը պահանջում է, որ մարդը մենակ մնա։ Դա նրան հեռացնում է հավատացյալների ընկերակցությունից։ Որքան մարդ մեկուսացված լինի, այնքան ավելի կործանարար կլինի նրա վրա մեղքի ուժը։ Եվ որքան նա խորանում է մեղքի մեջ, այնքան ավելի աղետալի է դառնում նրա մեկուսացումը։ Մեղքն ուզում է չճանաչված մնալ։ Նա խուսափում է լույսից։ Չխոստովանվածի խավարի մեջ այն թունավորում է մարդու ողջ էությունը։ Սա կարող է տեղի ունենալ նույնիսկ բարեպաշտ համայնքի մեջ։ Այսինքն մարդը կարող է նույնիսկ լինել եկեղեցու անդամ, լինել եկեղեցու ներսում, բայց երկակի կյանքով ապրել, իրերի իրական վիճակը թաքցնել ուրիշներից, եւ այդ ժամանակ մեղքը թաքուն կկործանի նրան։ Մեղքի խոստովանության ժամանակ ավետարանի լույսը ճեղքում է սրտի խավարն ու մենակությունը։ Մեղքը պետք է բացահայտվի։ Չխոստովանվածներին պետք է խոսել ու ճանաչել։ Ամեն ինչ գաղտնի եւ խնամքով թաքնված պետք է դառնա պարզ եւ բաց։ Մեղքի խոստովանությունը կարող է դժվար պայքար պահանջել, բայց Աստված կոտրում է արյուրյա դարպասները եւ կոտրում երկաթե ձողերը։ Հենց մեղքի խոստովանությունը արվում է մեկ այլ քրիստոնյայի ներկայությամբ, ինքնարդարացման վերջին միջնաբերդը ընկնում է։ Նա դադարում է կառչել մեղքից, իսկ սիրտը տալիս է Աստծուն
Եվ իր բոլոր մեղքերի թողություն է գտնում Հիսուս Քրիստոսի եւ նրա եղբոր ընկերակցությամբ։ Սիրելի ընկեր, եկեք հետևենք այս խորհուրդներին, որպեսզի հասնենք Աստվածահաճո ժուժկալության, որպեսզի հաղթանակ տանենք մեր կյանքում մեղքի նկատմամբ։ Այս հաղթանակը մեզ մոտ միշտ չէ, որ ստացվում է։ Կլինեն ժամանակներ, երբ մենք կընկնենք։ Կլինեն ժամանակներ, երբ մենք կծախողենք։ Բայց եթե մենք հետևենք այս սկզբունքներին, խոստովանենք մեր մեղքը, մեր կամքը հանձնենք Աստծուն, լինելով սուրբ գրության եւ աղոթքի մեջ եւ բաց ապրելով հավատացյալների համայնքում, ոչինչ չթաքցնելով այլ մարդկանցից, ապա շուտով կհասնենք ապաքինմանը, շուտով կհասնենք հաղթանակի։ Եզրափակելով ես կցանկանայի դիմել այն մարդկանց, ովքեր նկատել են, որ չեն խուսափում մեղքից։ Երևի դուք երկակի կյանքով եք ապրում։ Գուցե նույնիսկ ձեզ շրջապատող մարդիկ չգիտեն ձեր մասին։ Միգուցե դուք որևէ եկեղեցի չեք գնում։ Գուցե գիտեք եւ հիմա հասկանում եք, որ ձեր կյանքում մեղք կա։ Աստծուն տհաճ բան կա։ Աստծու օրենքի խախտում կա։ Ապա ամենայն հավանականությամբ դա նշանակում է, որ դուք դեռ չեք ճանաչել Քրիստոսին որպես ձեր Տեր եւ Փրկիչ։ Եվ ձեզ համար միակ ելքը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոսը, որ եկավ այս երկիր մեռնելու ձեր մեղքերի համար։ Նա վճարեց իր կյանքի գինը ձեր անհնազանդության համար։ Նա ձեզ համար իր արդարությամբ եւ ժուժկալությամբ գնեց փրկություն ձեր անզսպությունից։ Եվ նա հրավիրում է ձեզ գալ իր մոտ։ Գալ այնպիսին, ինչպիսին որ կաք, ճանաչելով ձեր մեղքերը։ Խոստովանվեք Աստծո առաջ այնպիսին, ինչպիսին որ կաք իրականում, առանց ձևացնելու, թե ինչ որ մեկն եք։ Այլ ասել. Տեր, ես այսպիսին եմ, ինչպիսին որ կամ։ Ես մեղավոր եմ, ես անկատար եմ, ես անարժան եմ քեզ, բայց գնալ նրա մոտ անկեղծորեն ներում խնդրելով։ Եվ Քրիստոս խոստանում է չմեռել ոչ մի մարդու, ով այս կերպ իր մոտ կգնա։ Եկեք աղոթենք։ Տեր մեր, ամբողջ սրտով շնորհակալություն ենք հայտնում քեզ, որ դու մեզ հիմա տալիս ես խորհրդածելու քո խոսքի շուրջ եւ սովորեցնում մեզ հոգեվոր կյանքի կարևոր դաս, որպեսզի մենք կառուցենք ճիշտ հիմքի վրա, քո ճշմարտության հիմքի վրա, որպեսզի ձգտենք դեպի ճիշտը եւ փնտրենք այն, ինչ դու իրականում տալիս ես եւ ուզում ես իրականացնել։ Ես խնդրում եմ քեզ այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն ճանաչում քեզ։ Խնդրում եմ, որ բացահայտես քեզ նրանց։ Բացես նրանց հոգևոր աչքերը եւ թույլ տաս նրանց տեսնել ու ճանաչել քո ճշմարտությունը, որ ցույց տաս նրանց քո բարությունը, քո մեծությունը, որ նրանք քո մեջ տեսնեն մեծ Աստված Արարչին եւ լավագույն նվիրյալ ու հավատարիմ ընկերոջը։ Ես խնդրում եմ, որ նրանց բերես քեզ մոտ, որպեսզի քո եկեղեցին լցվի նոր մարդկանցով, ովքեր փրկություն կգտնեն Հիսուս Քրիստոսում։ Օրհնիր մեզ բոլորիս, օգնիր մեզ հոգեպես աճելու, անելով այն, ինչը քեզ հաճելի է։ Ամեն։